Արդեն երկրորդ տարին է կենգուրու ամենազանգվածային մաթեմատիկական միջազգային մրցույթին աշխարհի 50 երկրների թվում մասնակցում է նաև Հայաստանը։ Մրցույթն իրականացվում է ԱԻՊ կրթական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հովանու ներքո։ Ողջ հանրապետության կտրվածքով մրցույթն այս տարի ավելի լայն արձագանք է գտել ու մեծ ոգևորություն առաջացրել։ Օրինակ, եթե անցյալ տարի մրցույթին էջմիածնից մասնակցում էին 9 դպրոցներ 400 աշակերտով, ապա այս տարի կենգուրու 2010-ին իրենց մասնակցությունն էին բերել քաղաքի բոլոր 13 դպրոցները 627 աշակերտով։ Կենգուրու մրցույթը նպատակային է և կարգախոսն է մաթեմատիկան բոլորի համար, այսինքն անկախ գիտելիքների մակարդակից ցանկացած աշակերտ իրավունք ունի մասնակցության։ Ունի իր ինքնատիպ ուղղվածությունը եւ շատ համահունչ այսօրվա կրթական բարեփոխումներին, ինչ է այն ենթադրում, բացահայտել աշակերտների կարողությունները եւ հմտությունները։ Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան 5-րդ դպրոցում կենգուրուի մեկնարկն այս տարի էլ տոնական էր։ Մասնակիցներին ողջունեց եւ բարի երթ մաղթեց տնօրեն Գայանե Սաֆարյանը, իսկ հետո եկավ կենգուրուն եւ պատվիրեց մրցույթի ընթացքում չարտագրել, չխոսել, չօգտվել հաշվիչից, կենտրոնանալ եւ լուծել առաջադրանքները, որոնք բավականին հետաքրքրաշարժ էին եւ զուտ տրամաբանական։ Անցած տարի մենք մասնակցում էինք ընդամենը որոշակի տեղեկություններ իմանալով, իսկ այս տարի արդեն որոշակի փորձառությամբ։ Ասել է, թե տարվա ընթացքում դպրոցում ընթացել են բավականին մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ, թե երեխաների մոտ տրամաբանության զարգացման եւ թե կազմակերպական հարցերի ուղղությամբ։ Մենք ունենալով ինտերնետից նախորդ տարիների տարբերակները երեխաներին բաժանել ենք եւ ուսուցիչներին խնդրել ենք իրենց հետ աշխատել։ Նախապատրաստվել ենք ավելի հիմնավոր, որովհետեւ սովորել ենք անցած տարվա սխալների վրա։ Նախապատրաստական աշխատանքներն էլ հենց մրցույթի նկատմամբ հետաքրքրություն առաջացրեցին աշակերտների շրջանում, ուստի մասնակիցների թիվն էլ այս տարի զգալիորեն աճեց, ասում է տնօրեն Գայանե Սաֆարյանը։ Անցյալ տարի դպրոցից մրցույթին մասնակցում էր 73 աշակերտ, որից մեկն արժանացավ պարգևի, իսկ այս տարի մասնակիցների թիվը 101 է եւ դպրոցը հուսով է, որ հաղթողների թիվն էլ կավելանա։ Հավելենք նաեւ, որ կենգուրուի մեկնարկը 5-րդ դպրոցում այս տարի համընկավ մաթեմատիկական շաբաթվան։ Մրցույթի նախորդ օրը բաց դաս էր պի թվին նվիրված։ Կենգուրուն լրացրեց եւ գագաթնակետին հասցրեց մաթեմատիկային նվիրված առարկայական շաբաթը։ Կենգուրու 2010 միջազգային մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի վերջին, իսկ մրցանակաբաշխությունը կլինի մայիսին։